Նախորդ խնդիրների նման քննարկենք ևս մի խնդիր։ Հիմա ունենք արդեն մոդուլով ֆունկցիա, մոդուլ x-4 հանած 5-ի մոդուլ ֆունկցիան, եւ ուզում ենք տեսնել, թե այս ֆունկցիան, եթե այստեղ գրենք, այս ֆունկցիայի գրաֆիկը եթե նայենք, ներողություն, եւ նայենք էլի սկզբի համար y-ը հավասար է a ինչ-որ հաստատուն ֆունկցիա, որ դեպքերում քանի կետում կհատվեն կախված a-ի արժեքից։ Դրա համար գծենք այս ֆունկցիայի գրաֆիկը։ Սկզբի համար այս դրսի մոդուլի նշաններն անտեսենք, x-4 մինուս 5 ֆունկցիան գծենք, x-4-ի մոդուլ մինուս 5, x-ի մոդուլ ֆունկցիան դե այս տեսքի ունի, այսինքն եթե ուզում ենք x-4-ի մոդուլը գծել, ենք գնում, 4 միավոր աջ, 5 միավոր ներքև, 5 միավոր ներքև, տեղի մասը շուռ ենք տալիս վերև, այս կլինի մի ճյուղը, այսինքն 45 աստիճան ուղղահայացի նկատմամբ, հորիզոնական ուղիղների նկատմամբ կգնա այսինքն աջ, այն մյուս ճյուղը ձախ, եւ առանցքների հետ հատման կետերը կլինեն այն դեպքում, երբ որ x-4-ը մոդուլով հավասար է 5, այսինքն կամ x-ը հավասար է 9, կամ x-ը հավասար է մինուս 1, անում ենք 4 մինուս 5։ Այս կետն էլ կլինի մինուս, չէ, 4 մինուս 5 կետը։ Շարունակեմ ձախ ճյուղը, եւ որպեսի գծենք այն սկզբնական ֆունկցիայի գրաֆիկը, այսինքն մոդուլ դնենք, ուղղակի մինուս դրեք, x-երից վերև, 5-ի դիմաց մինուս դրեք, Տիգրան ջան։ Որ 5-ի կորդինատներ, Կորդինատի, ներքև գագաթի կորդինատը, ներքևի, գագաթի կորդինատը, մինուս 5։ Երբ որ հայելային արտապատկերում ենք այս կորդինատները, էլի x կորդինատը մնում է նույնը, y կորդինատը փոխվում է, դառնում է արդեն պլյուս 5։ Եվ հիմա մեզ հետաքրքրում է քանի կետում է հատվում այն y հավասար է a հաստատուն ֆունկցիայի հետ, կախված a-ի արժեքից։ Ան փոքրազրոյից հատում չունի, ան 0-ից 5 միջակայքն է ունի 2, 5, Հավասար է 0, 4 լուծում, 4 լուծում, իսկ 5-ից մեծը արդեն 2 լուծում։ մի րոպե, ան մեծա 0-ից, փոքրա 5-ից, 4 լուծում, իսկ որ 5-ից մեծ արդեն 4 լուծում, ճիշտ է, Արդեն 2 լուծում։ 2 լուծում, իսկ հավասար 5-ի արդեն 3 լուծում է։ հավասար 5-ի 3 լուծում, Հավասար 5-ի 3 լուծում է, 0-ից 5 միջակայքում 4 լուծում է, 4 լուծում է, 5-ից պլյուսանց համանություն 2 լուծում է։ միջակայքում 2 լուծում։ Այստեղ ես գծագրի վրա ինչ-որ ձևով փորձեմ առանձնացնել այս հենց եզրային դեպքերը, երբ որ 0 անհավասար է 0, ունենք 2 ընդհանուր կետ, հետո հենց մի քիչ մեծանում է արդեն 4, եւ երբ որ անհավասար է 5, ունենում ենք 3 ընդհանուր կետ։ Բայց անմեծ է 5-ի դեպքում էլ է 2 լուծում։
Հա, Իսկ երբ որ նորից անմեծը 5, անմեծը 5-ից 2 3 լուծում կունենա մենակի Երկու։ դեպքում 5-ից մեծ 2 լուծում 0-ից 5 արդեն 4 լուծում նայած թե մեզանից ինչա պահանջում Այս խնդիրը էլի մի քիչ ձևափոխենք, ոչ թե դիտարկենք հաստատուն ֆունկցիան, այլ հիմա դրա փոխարեն դիտարկենք կամայական գծային ֆունկցիա, այսինքն kx գումարած b, նույնիսկ կարելի է թույլատրել, որ կան 0 լինի, այսինքն գծային կամ հաստատուն ֆունկցիա, սա ինչ որ առումով նման է վերջին քննարկված օրինակին, Այո։ որովհետև անկյունային այնտեղ- գործակից ունի այո, այնտեղ այսպես գրաֆիկ ունենք, էլի սկզբում նվազում էր, հետո աճում էր, ինչ որ կետ, մինչև ինչ որ կետ, հետո էլի նվազում էր ու աճում էր, այնտեղ պարաբոլներ էին, մի քիչ ավելի դժվար էր, պետք էր լինում պոտենցիալներ հաշվել, հիմա, քանի որ ուղիղներ են, այս խնդիրը կարողանանք լուծել։ Ես մի քանի րոպե դադար վերցնեմ, որպեսզի դուք ծանոթանաք խնդրին եւ շարունակենք։ Մի հարց կարող եմ տալ, երբ ան Այո։ փոքր էր 0-ից, լուծում չկար, դա ես մի քիչ լավ չպատկերացրի, կկառուցեք դրա համար գրաֆիկ։ Օրինակ ան այս, վերցնենք -1, y-ը հավասար է մասը- -1։ Այդ է Մոդուլը բացասական չի կարող լինել։ Այս Բդուլով մասը չկար, ստուր քանի որ դեպի գնացել էր վերև։ Մի հատ դրա խնդրում եմ համար- թույլ տվեք մենակ բացատրողը խոսի, միաժամանակ որ բոլորդ խոսում եք, չի լսվում, ահա։ Երբ որ վերցնենք անհավասար է -1, այսինքն y-ը հավասար է -1 ֆունկցիան, հաստատուն, չի հատի ոչ մի կետում, եւ դա ունի հենց ավելի պատճառ, այստեղ որ գրենք մոդուլը հավասար է -1-ի, հաստատ չի կարող սենց լինել, լուծում չկա, որովհետև մոդուլի արժեքը միշտ ոչ բացասական է։ Եղավ, շնորհակալ եմ։ Մինչև այն մյուս խնդրին անցնելը ես այստեղ ինչ որ բաներ գծագրեր պատրաստել եմ, կարող ենք դիտարկել հենց առաջի խնդրի համար մի քիչ սենց անիմացիա, հենց ան երբ որ 5-ը ունենք 3 հատման կետ, 1, 2, 3, երբ որ ան 5-ից փոքր է 4 հատման կետ, հենց դառնում է 0, այս երկուական հատման կետերը, հատման կետերի զույգերը գալիս ու դառնում են մի կետ, այսինքն 0-ում ունենք հենց 2 հատման կետ։ Ենք քննարկել այս նոր համակարգը, որտեղ ունենք y հավասար է kx պլյուս b, եւ ուզում ենք, որ այն սկզբնական դիտարկված ֆունկցիան հատի ուղիղ 3 կետում, այսինքն համակարգն ունենա ուղիղ 3 լուծում։ Եթե փորձենք հենց հավասարումներով, դեպքերով գրել, բավականաչափ ջանք է տանելու, համար անցնենք գծագրին եւ փորձենք հասկանալ, որ դեպքերում կունենանք 3 լուծում։ Քանի որ կամայական ուղիղ ունենք, կարող է տարբեր թեկությունների լինել ու հատել ես ֆունկցիայի ճյուղերը մի քանի կետերում։ Ես առաջարկում եմ վարվենք հետևյալ կերպ, քանի որ ֆունկցիան կարելի է տալ
որպես մասարմաս որոշված ֆունկցիա ու այս մասերը հենց գծային ֆունկցիաներ է, այսինքն ունի 4 ճյուղ կամ մաս։ Հենց դիտարկենք այդ 4 ճյուղերը։ Նախ պարզ է, որ չի կարող ուղիղը հատել ինչ-որ ճյուղ 2 անգամ, որովհետև եթե ինչ-որ ուղիղ այս հենց ճյուղը հատում է 2 անգամ, ուրեմն պետք է հենց այդ նույն ճյուղը լինի, ստացվում են անվերջ քանակով լուծումներ։ Այսինքն կամ մեր ուղիղը պետք է հատի այս առաջին ճյուղը, կամ չհատի։ Նույնը վերաբերվում է երկրորդ, երրորդ, չորրորդ ճյուղերին։ Կարող ենք նույնիսկ այսինքն դնել առաջին ճյուղ։ Երկրորդի ու երրորդի համար ճյուղ բառը ոնց որ թե այդքան էլ համապատասխան չի, բայց ես դրա այլընտրանքը չեմ տեսնում։ Չգիտեմ ինչպես կոչենք։ Մաս։ Ճյուղի մի մաս։ Չէ։ Այսինքն պետք է, որ այս 4 ճյուղերից հատի 3-ը։ Կամ իրականում այս ճյուղերը ինչ-որ հատումներ ունեն, այդ հատումներն են այս -1 0 կետը, 9 0 կետը և 4 5 կետը։ Կարելի է նշել, որ առաջի և երրորդ ճյուղերը զուգահեռ են, երկրորդն ու չորրորդն էլ իրար են զուգահեռ։ Այո, այդ հետագայում ես կօգնի։ Այսինքն իրականում եթե ուզում ենք հատի այս ուղիղը հատի ճյուղերից մեկը, կարող ենք փորձել ասել, որ մյուսն էլ կհատի, բայց քանի որ լրիվ ուղիղներ չեն, իրականում կարող է օրինակ առաջի ուղիղը հատի, երրորդը չհատի, երրորդի շարունակությունը պետք է հատեր։ Բայց քանի որ զուգահեռ են, ունեն նույն թեքությունները, այս անկյուններն էլ նույնիսկ գիտենք 45 աստիճան են, և դրանից կարող ենք հետագայում օգտվել։ Որպեսի անցնի այս 4 ճյուղերից 3-ով, կամ պետք է անցնի այս նշված համընկման կետերով, -1 0, 4 5, 9 0-ով, դրանցից ինչ-որ մեկով, այդ դեպքերը առանձին կդիտարկենք, կամ էլ կա մի դեպք, որ ոչ մեկով էլ չի անցնի։ Բայց այդ դեպքում ինչպիսին պետք է լինի ուղիղը, եթե գոնե 3 կետ հատի։ Կարեմ կապույտ գրիչով։ Եթե ուզում ենք ուղիղը 3 կետ հատի, օրինակ, եթե այս 3-ը հատի, որ գծենք, կանցնի նաև 4-ը կհատի։ Եթե այս 3-ը հատի, էլի 4-ը կհատի։ Եթե այս 3-ը հնարավոր է արդյոք այս ուղիղը անցնի ուղիղ 3 կետերով։ Իսկ եթե գագաթով պարտադիր գագաթով անցնի 4-5 կետով։ Այդ դեպքում ոնց որ թե միակ հնարավոր դեպքն է ստացվում։ Եվ եթե ուզում ենք հիմնավորել, կարող ենք անել հետևյալ կերպ։ Ասենք, եթե 4 ճյուղերից ուղիղ 3-ով է անցնում, Ուրեմն անցնում է այն գագաթներից որևէ մեկով։ 4-5-ով։ Ինչու, որովհետև Ով կամ 9 0-ով։ այս գագաթները նույնիսկ հարմարության համար եկեք նշանակենք ABC կետեր։ Ինչու, եթե Կամ ակեդով։
Եթե անցնի երկրորդ ճյուղով ու ուզենանք չանցնի երրորդ ճյուղով, Պիտի անցնի C-ով։ պետք է անցնի C-ով, որ գոնե չորրորդ ճյուղը հատի։ Եթե չանցավ C-ով, ոնց որ այս երրորդ ճյուղը հնարավորություն չի տալիս, առանց երրորդ ճյուղը հատելու մենք չենք կարող հատել չորրորդ ճյուղը։ Եթե հատում է զուգահեռ ուղիղներից մեկը, պիտի պարտադիր հատի նաև մյուսը, դրա համար գագաթներով պիտի անցնենք։ Այո, բայց այստեղ զուգահեռ ուղիղները քանի որ կիսատ են, այդ հիմնավորումը Գոնե այդ մինչև այդ գագաթը էլի, այդ հատվածը որ ընկած է, մինչև այդ 4-5 կետը, երանգյան բարձրության։ Խոսքով հասկացանք։ Իսկ ուրիշ տարբերակ չկա, չէ՞։ Երեք կետով հատելու համար։ Ուղղակի որ գոնե B-ի արժեքը լիներ, մի քիչ ավելի հեշտ կլիներ։ ինչի արժեքը։ KX Աստորեն պարտադիր պիտի անցնի գագաթներից որևէ մեկով, այդ անհրաժեշտ պայմանն է։ Գոնե B-ի արժեքը որ ունենային, մի քիչ ավելի հեշտ կլիներ։ KX plus B-ի, չէ՞։ Այդտեղ B-ի արժեքը գոնե լիներ, Հա։ մի քիչ ավելի հեշտ կլիներ։ Փաստորեն ոչ կանոն ենք, ոչ B-ն։ Բայց գիտենք, Բայց քանի որ օրինակ 4-5 կետով։ Քանի որ գրաֆիկը հեշտ է, կարողանում ենք լուծել։ Մենակ թե ինձ օրինակ դուր չեկավ այս հիմնավորումը, թե ինչու ամեն դեպքում չի կարող անցնել 2-ով ու 4-ով ու չհատել 3-ը։ Դրա համար երևի եթե կարող ենք վարվել երկու կերպ, կամ գրել ուղիղների հավասարում եւ ուղիղների հավասարումը ցույց տալ, որ այդ երկու ուղիղները ինչ որ կետում կհատվեն, կամ քանի որ հիմա երկրաչափորեն ենք մոտենում, օգտվել մի թեորեմից, որը բավականին պարզ եւ բնական են, նույնիսկ շատ աշակերտների համար, բայց դե ապացույցի համար ինչ որ համալսարանական մաթեմատիկական անալիզի տարեր են պետք։ Եթե ունենք ինչ որ ֆունկցիա, որը մի կետում ընդունում է բացասական արժեք, մեկ այլ կետում ընդունում է դրական արժեք, ապա եւ անընդհատ է, ապա նրանց այս երկու կետերի արանքում x1 x2 կետերի արանքում ինչ որ կետ 0 արժեք են։ ինչ որ C կետում կընդունի 0 արժեք։ Սա ուղղակի ոնց որ եթե վերաձևակերպենք, կարող ենք ասել այսպես. Եթե ունենք ուղիղ, այդ ուղի երկու կողմում երկու կետ, այդ երկու կետերը անընդհատ կորով միացնում ենք իրար, այդ կորը կհատի ուղիղը։ Նույնիսկ ոնց որ թե ավելի ուժեղ պնդում է։ Հիմա այս նույն իրավիճակն ունենք ստեղ, ուղղակի ուղիղը մեր B-ն է, մի կետն այստեղ է, մյուս կետն այստեղ է, քանի որ երկու տարբեր կողմերում են, միացնում ենք անընդհատ ու կորով, մասնավորապես ուղով, հաստատ հատելու է։ Ու հատելու է B և C կետերի միջև, որովհետև չի կարող օրինակ այս կետ այսենց լինել այդ ուղիղը, որովհետև այդ դեպքում ուղղակի չի հատվի չորրորդ ուղի հետ։ Ինչ որ հարցեր խստության տեսանկյունից բաց են մնում, բայց բավականին կարծում եմ համոզիչ է, առնվազն
ինտուիցիայի տեսակետից։ Այսինքն պատասխանը ստացվեց -1 0 9 0 կետերը։ Դեռևս Իսկ 4-5-ը դեռևս ստացանք, որ 4 պետք է 5-ն էլ անցնի։ կլինի։ Ահա։ Կամ պետք է անցնի -1 0-ով, կամ 4 5-ով, կամ 9 0-ով։ Ընդ որում նկատենք, որ այդ ուղիղը kx + b ուղիղը չի կարող անցնել ինչ-որ երկուսով, որտեղ օրինակ եթե s i-ով ու c-ով անցավ, ստացվում է երկու կետում հատեց։ Եթե i-ով ու b-ով անցավ, ստացվում է անվերջ կետերում հատեց։ Եթե b-ով ու c-ով անցավ, էլի այսինքն անվերջ կետերում, այս երրորդ ճյուղի անվերջ կետերում հատվեց։ Այսինքն մենք դիտարկում ենք 3 իրարից անկախ դեպք։ Դեպք մեկը երբ անցնում է a կետով, այսինքն kx + b ուղիղը անցնում է a կետով։ Դե դա նշանակ դրա համար կարող են կապ ստանալ այս k-ի ու b-ի մեջ։ Եթե անցնում է -1 0 կետով, ստացվում է k անգամ -1 x-ի փոխարեն -1 տեղադրեմ, պետք է y-ը ստացվի 0։ Այսինքն b մինուս k-ն հավասար է 0, այսինքն b-ն հավասար է k-ի։ Այսինքն եթե անցնելու է այս կետով, ունենալու ենք k անգամ x + 1 ուղիղ, այս տեսքի ուղիղ։ Գիտեմ, k անգամ kx + b-ն հավասար կլինի kx + k-ի, հավասար կլինի k անգամ x + 1։ Բայց միևնույնն է չենք ասում k-ի ու b-ի որ արժեքի դեպքում։ Ուղղակի ասում ենք կան կարա b-ին հավասար, պիտի b-ին հավասար լինի, բայց չենք ասում։ Բայց հիմա պետք է հասկանանք, որ արժեքներն են լինելու։ Այսինքն պետք է հասկանալ k անգամ x + 1 ուղիղը, որ դիտարկում ենք, գիտենք, որ այդ ուղիղը անցնելու է a կետով, բայց որ դեպքում կհատի 3 հատ։ Մի հատ գծեմ այս գործիքի օգնությամբ, գծեմ y-ը հավասար է kx + k ուղիղը։ Եվ կամ փոփոխենք։ Երբ որ կամ փոփոխում ենք, ուղի թեքությունն է փոփոխվում։ Սկզբում բացասական դիտարկենք, շատ բացասականի դեպքում շատ կտրուկ իջնում է, ունենք մի լուծում, մի կետում է հատվում, մենակ a։ Հետո երբ որ պտտում ենք, ինչ որ պայի է դառնում ամբողջ ուղիղը, դա մեզ չի հետաքրքրում։ Ինչ որ պայի գալիս հավասար, երբ որ կան 0-յա, այդ են դեպքներ, որ i-ով ու c-ով։ Դրանից հետո մի քիչ էլ որ թեքենք, կունենանք մեր ուզած դեպքը, որովհետև կստացվի, որ հատվեց մի կետում երրորդի հետ, մի կետում չորրորդի հետ, անել կար հատման կետ, եղավ։ 0-ից միջակայքում լինի կան։ 0-ից 1 Բայց քանի որ կան շատ մեծ եթե վերցնենք, 5-ից փոքր։ Հիմա որ վերցնում եմ, դեռևս հատվում է, բայց երբ որ 1 եղավ, դարձավ 1, ստացվում է AB-ն ու զուգահեռ է դառնում 4-րդ ճյուղին։ Այսինքն արդեն հատում չունեն։ Երբ որ 1-ից մեծ վերցնեմ, կան։ Զուգահեռից մի քիչ էլ անցավ նույնիսկ, անկյունը ավելի մեծացավ, ընդհանրապես հատում չեն ունենա։ Այս երկու ուղիները կհատվեն այս ներքևում։ Այսինքն մեզ պետք է, որ այս ուղիղը կան մինչև 1 լինի և 0-ից մեծ։ Ստացանք դեպք մեկում կան պատկանում է 0-ից 1։ Լավ,
Այս դեպքը անցնենք առաջ։ Բավական նմանությամբ ենթադրում եմ կլինի այն դեպքը, երբ որ C-ն է ուղի վրա, այսինքն այս ուղիը անցնում է C, ուղղակի հայելային պետք է լինի։ Այդ դեպքում նույնիսկ կարող ենք հիմա արդեն գուշակել կամ նույնիսկ հիմնավորված ասել, ինչ պետք է լինի կայի արժեքը։ -1 0 -1-ից 0, էլի պատկերավորության համար գծենք կամ գրենք մի հատ այս դեպք 2-ում Գրաֆիկը շատ պարզ է, հեշտ է հասկանալ, իսկ որ այդ գործիքը չունենանք, GeoGebra-ի այդ ժամանակ ոնց կարող ենք թուղթուգրիչով հասկանալ։ Ես անձամբ փորձում եմ գործիքի ազդեցության տակ էլի նույն բանը պատկերացնել գլխում։ Այսինքն, երբ որ կան մեծացնում եմ, ցենց ուղիղը կթեքվի, ինչքան մեծացնեմ, երբ որ 1 դառնա կան 45 աստիճան կլինի, այդ պատկերացումներից ելնելով էլի։ Երկրորդ դեպքում ստացվում է անցնում է 9-0 կետով, այսինքն կա անգամ 9 հավասար է, չէ, կա անգամ 9 պլյուս B-ն հավասար է 0, այսինքն B-ն հավասար է -9k, այսինքն kx պլյուս B-ն հավասար է kx մինուս 9k, այսինքն կա անգամ x մինուս 9։ Դա սպասելի էր, որովհետև 9 պետք է ոնց որ kx պլյուս B-ի արմատ լինի, որպես բազմանդամ։ Այսինքն պետք է գծել kx մինուս 9k ուղիղը, որտեղ կան փոխվում է տարբեր թվերով, ցանկացած թիվ է դեռևս։ Հիմա երբ որ սկսում ենք շատ բացասականից լավ չի, էլի մի կետում, երբ որ դառնում է -1, այս զուգահեռ պահն է, հետո -1-ից մինչև 0 մեր ուզած դեպքն է, որովհետև հատումներ ունենք 3 կետում։ Հետո երբ որ կան դառնում է 0 2 կետ, երբ որ կան 0-ից մի քիչ ավել է, մենակ C կետով անցնում, պտտվում է նման կերպով, այստեղ էլի մի պահ անվերջ լուծումներ ենք ունենալու, հետո էլի մի լուծում։ Այսինքն շատ նման էր նախորդ դեպքին, այս անգամ ոչ թե կան պատկանում է 0-ից 1, այլ պետք է կան պատկանի -1-ից 0, որովհետև նվազող ֆունկցիա ենք ունենալու։ Մինչև գրատախտակը ոնց որ հագվեց, չէ։ Ներողություն, կամ թե 9 կամ պետք է պատկանի -1-ից 0։ Կարծես թե չի լինում այն գրածները հետ վերել, ցավոք սրտի, բայց ունեինք kx մինուս 9k, մեր մոտ կաներ այդ անկյունային գործակիցը, այսինքն մենք ուղղակի, եթե գիտենք այս C կետով անցնում, պետք է որոշենք անկյունային գործակիցը մեզ 0-ից, այս անկյունը 0-ից 45 աստիճան պետք է լինի, քանի որ ձախ կողմից է, ստացվում է -1, այս դեպքում 45-ի դեպքում ստացվում է -1, այս դեպքում ստացվում է 0։ 9-կան ուղղակի բանն է, B-ի արժեքն է հենց, -9-կան, մեկը կան ամենում անկյունային գործակից։
Մնաց վերջի դեպքը։ Հա, հա։ Լավ, քանի որ լրիվ կորավ այն գրվածները, մի հատ էլի գրեմ։ Վերջի դեպքը հեշտ չէր, բեն 5 կամ 0։ Բեն 4-5 կետն ունենք, ուզում ենք անցնի 3 կետով։ Դե այս քննարկել էինք հաստատունի ժամանակ, բայց հիմա կարող է B-ով անցնի, բայց թեք լինի ուղիղը։ Ասենք այս ուղիղը էլի 3 կետում է հատում։ 1, 2, 3։ Կարելի ասել 4 ճյուղերն էլ հատում է, ուղղակի այս երկրորդ ու երրորդ ճյուղերը նույն կետում է հատում։ Դրա համար մի հատ էլի գրենք, որ ուղիղներն են, ինչ է նշանակում ուղիղը անցնում է B կետով։ Ուղիղը անցնում է B կետով, երբ որ կա x պլյուս b-ն հավասար է 0, երբ որ x-ը հավասար է, չէ, կա x պլյուս b-ն հավասար է 5, երբ որ x-ը հավասար է 4։ Ան հավասար է 0.8 մինուս 0.8 b։ Կան, եկեք b-ն էլի փոխենք, b-ն հավասար է 5 մինուս 4k, այսինքն կա x պլյուս b-ն դառնում է k անգամ x գումարած 5 մինուս 4k։ Հիմա այս ուղի համար էլի մեր փնտրտուքը անկյունային գործակցի հետ է կապված, այս k-ի հետ։ Պետք է հասկանալ կան ինչա թույլատրվում լինի։ 0 թույլատրվում է, նայենք դրականները, երբ որ դրական լինի, ուղիղը թեքվելու է, այսինքն դառնալու է այսինքն։ Մինչև որ պահը կունենանք 3 հատման կետը։ Մինչև այն ուղի հետ համընկնել, այսինքն այն հատվածի հետ համընկնել։ Երբ որ այս ուղիղը շատ թեքվի, բարձրանա արդեն սենց բարձրանա շարունակություն։ Կան մեջ լինի մինուս 1-ից 1։ Ստեղ կլինի 0-ից 45 աստիճան անկյունը, իսկ 0-ից 45 աստիճանին համապատասխանում է կան 0-ից 1-ը։ Այս դեպքում կարող ենք 0-ն նույնիսկ փակ վերցնել, որովհետև, չէ, 1-ը փակ չի, որ 1-ի դեպքում անվերջ լուծումներ ենք ստացում։ 0-ի դեպքում ունենում ենք ուղիղ 3 լուծում։ Եվ նույնը հակառակ կողմով մինուս 1, մինուս 1-ից 0։ Ընդհանուր առմամբ կան մինուս 1-ից 1։ Եվ էլի այս գործիքով ամեն դեպքում ունենք y-ը հավասար է kx պլյուս 5 մինուս 4k ուղիղը և կամ փոփոխում եմ։ Կամ որ փոփոխում եմ 1-ը միևնույնը անցնում է B կետով, երբ որ կան 0-ը զուգահեռ, մինչև 1 կարող եմ փոփոխել և մինչև բացասականներում եմ, մինչև մինուս 1 կարող եմ փոփոխել։ Կարծես թե ճիշտ ստացեց պատասխանը։ Այստեղ մի վերջին նկատառում կուզենայի անել։ Խնդիրներից մեկում ընկեր Կոկյանը ասաց, որ երբ որ ունենք պարաբոլ ու ունենք ուղիղ, այս ուղիղը պարաբոլի ներսում է, ինչ որ պահի հատելու է պարաբոլը ու դուրս գա։ Այս դեպքում, քանի որ ունեինք ընդհանրապես մեր գրաֆիկը ուղիղներից էր կազմված,
արդեն կարող ենք կոնկրետ կանխատեսել, որ պահին երբ, եթե պետք լինի, ու գիտենք, երբ որ զուգահեռ են, չի հատելու, երբ որ զուգահեռ չեն, մի քիչ թեքություն կա, այս մյուս ուղիղ 45-ից փոքր ասենք, օրինակ 43, գիտենք, որ անպայման ինչ-որ կետում հատելու է, այս արդեն Էվկլիդեսյան երկրաչափությունից կարաբխի պարաբոլի հատկություններ, ոչ մի ինչ-որ ֆունկցիայի հատկություններ չենք օգտագործում։ Այս խնդրով ավարտենք